Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում իր հերթական հաղորդումով ձեզ հետ է Եղեցի Լույս հոգևոր հաղորդաշարը բարի երեկո։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր միասին կլինենք 40 րոպեների ընթացքում, ինչպես միշտ հնարավորություն ունենք այսօր էլ զրուցելու ձեզ հետ, ընդունելու ձեր հարցերը, առաջարկությունները 23413 եւ 305 43 հեռախոսահամարներով։ Հաղորդումը այսօր էլ եթեր կհեռարձակվի Շիրակի թեմի առաջնորդարանի հովանավորչությամբ եւ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աճապայանի մասնակցությամբ Աստված օգնական սրբազան հայր։ Ավանդության համաձայն հաղորդումը սկսենք թեմական կյանքի անցուդարձով այս երկու շաբաթների ընթացքում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել։ Դե հիմնականում բնականաբար կարևորագույն երկրաշարժի տարելիցներ, բնականաբար նշեցինք Սուրբ Պատարագով հոգի հանգստյան արարողությամբ, նաև հոգի հանգստյան արարողությամբ Հուշարձանի մոտ նախագահի ներկայության դա երևի այդպես այս շրջանի ամենակարևոր մեզանից պահանջվող ամենակարևոր գործներ, որ պետք է անեինք հիշելու համար մեր անմեղ զոհերին։ Բայց բացի դրանից տոներ կային, անշուշտ Թադեոս Բարտոլոմեոս Առաքյալների տոնը նշվեց Աստվածամոր տոնը դեկտեմբերի 9-ին եւ բնականաբար այդ տոնակատարությունները եղան եկեղեցական մագարտակի վրա, բայց հիմնականում շինարարական գործերի մեջ ենք, գիտեք արդեն, եւ եղանակը փաստորեն մեզ համար նպաստավոր պայմաններ է ստեղծել, ձմեռը ուշանում է եւ կարողանում ենք շինարարական աշխատանքները լայն ծավալով իրականացնել եւ եկեղեցում, 7 վերք եկեղեցում եւ սոցիալական կենտրոնում, բայց այս անցած երկու շաբաթների ընթացքում նաեւ երկու դարձյալ մեծ շինարարական ծրագրեր սկսեցինք։ Վաղվանից Հարիջավանքի վերանորոգությունը կսկսվի, արդեն նախապատրաստական աշխատանքները կատարված են, վաղվանից կսկսվի Հարիջավանքի դե երևի մինչև մյուս սեպտեմբեր այդպես լավագույն դեպքում պետք է դպրանոցի տեղափոխման համար է, չէ՞։ Այո, դպրանոցի տեղափոխման համար եւ այնտեղ, այսինքն Շիրակի դպրանոցը մնայուն կերպով կհաստատվի Հարիջավանքում եւ նաեւ Ամասիայում սկսեցինք շինարարություն, որովհետեւ այնտեղ ձեռք ենք բերել բավական մեծ մի շենք, գիտեք Ամասյան եկեղեցի չուներ ընդհանրապես ոչ մի բան, հիմա այնտեղ նշանակել են քահանա, որ արդեն 1 տարի այնտեղ է եւ հիմա ձեռք ենք բերել բավական մեծ շինություն, որը ժամանակավորապես պիտի ծառայի եւ որպես աղոթատուն եւ նաեւ որպես երեխաների համեր դաստիարակության կենտրոն, այնքանով որքանով որ հնարավոր կլինի եղած գումարային միջոցների մեջ տեղավորվել, բայց հիմա ուրեմն այս երկու շաբաթների ընթացքում այդ երկու շինարարական ծրագրերը նույնպես սկսեցինք Ամասիայում եւ Հարիջում եւ կարծես թե ուրեմն թեմական այսպես շինարարական գործունեությունը գնալով թափ է հավաքում Փառք Աստծո։ Ուրախ ենք այս նոր թափի համար, սրբազան հայր եւ իրադարձություններից մի քիչ առաջ ընկնելով հարցնեմ նաեւ Աշտիկի համար, որովհետեւ գիտեմ պատրաստվում է հունվարի 6-ին հանգանակություն Աշտիկի եկեղեցու հետ կապված։ Այս մասին ինչ է լինելու իրապես։ Դե հիմա նոր քահանա եք նշանակել հենց Արտիկ միայն Արտիկ քաղաքի համար, գիտեք մինչեւ հիմա Արտիկի շրջանը ուներ 1 քահանա, որը հովվում էր եւ քաղաքը եւ գյուղերը 23 գյուղ կա Արտիկի շրջանում։ Հիմա գյուղերը անջատեցինք քաղաքից, գյուղերի համար նշանակեցինք առանձին հովիվ Տեր Փավստոսը եւ Արտիկի համար առանձին հովիվ Տեր Հովանեսը եւ պետք է ասեմ, որ այս անցած 1 ամսվա ընթացքում կամ 1 ամիս էլ չկա դեռ կամ գուցե հենց նոր 1 ամիս լրացել է Տեր Հովանեսը բավական ակտիվ եւ աշխուժ գործունեություն է ծավալել Արտիկում, կարողացել է ինչ-որ տրամադրություն ստեղծել այդպես դրամահավաքի եւ հունվարի 6-ին բնականաբար Սուրբ Ծնունդի օրը, ջրօրհնեքի օրը այդպիսի հանգանակություն պետք է կատարվի, տեսնենք այդ արդյունքը եւ բնականաբար Արտիկի եկեղեցին շատ մեծ ծախսերի հետ կապված խնդիր է, որովհետեւ 7-րդ դարի եկեղեցի է, ամենամեծ սլացքը ունեցող, թրիչք ունեցող կմպետով, որը ընկած է հիմա չկա եւ բավական մեծածախս վերանորոգության հարց ունի, բայց եւ այնպես պետք է սա շատ խթանիչ այն իմաստով, որ եթե ժողովուրդը խանդավառվի եւ ինքը սկսի
հանգանակություն կազմակերպել, անպայմանորեն կգտնվեն նաև ուրիշ բարերարներ, որոնք կմասնակցեն, եւ անպայմանորեն Աստված նույնպես կմասնակցի եւ մեզ համար ուրիշ ուղիներ ցույց կտա, թե ինչպես կարող ենք այդ եկեղեցին ամբողջացնել։ Եվ ես կարծում եմ, որ ոչ թե կարծում եմ, վստահ եմ եւ համոզված եմ, որ վաղ թե ուշ բնականաբար Արթիկի եկեղեցին նույնպես պիտի վերակառուցվի։ Սա ուղղակի ժամանակի հարց է, որովհետեւ այդ կան տարիների լքվածությունից, անտերությունից եւ քանդումից հետո 1-2 տարում բնականաբար այդ ամենը վերականգնել հնարավոր չէ։ Բայց համոզված եմ, որ մեր բոլոր եկեղեցիներն էլ փուլ առ փուլ, քայլ առ քայլ պիտի վերակառուցվեն։ Դրա համար իզուր տեղը այս կամ այն գյուղից պետք չունեն, ասենք, հարցումներ առաջադրելու, թե երբ մեր եկեղեցին պիտի նորոգեք, բայց ինչու մեր եկեղեցին չեք նորոգում։ Մենք բնականաբար բոլոր եկեղեցիներն էլ մեր մտահոգության առարգան են, որևէ մի եկեղեցի, որևէ մի գյուղում կամ որևէ մի քաղաքում այնպես չէ, որ մեր մտահոգությունից դուրս է, այլ պարզապես, քանի որ մեր ֆինանսական միջոցները կամ բարերարների կողմից տրամադրած միջոցները խիստ սահմանափակ են, բնականաբար առաջնահերթության հարց է ծագում, թե որ հեշտականությամբ նորոգել եկեղեցիները։ Դրա համար երբեմն որ գյուղերը այցելում եմ, որոշ գյուղեր կամ որոշ գյուղի որոշ բնակիչներ երբեմն այդպես ոչ ճիշտ կեցվածք են ընդունում, թե ինչու մեր եկեղեցին վրտովված նեղացած, թե ինչու մեր եկեղեցին անտեսված է։ Ասենք ամենավերջին գյուղը, որ ասենք 40 բնակիչ ունի, կարծում են թե իրենց գյուղից պիտի սկսենք ուրեմն եկեղեցվո նորոգությունը։ Բնականաբար ժողովրդի բնակչությունը, որտեղ որ շատ է, այնտեղ առաջնահերթ անհրաժեշտություն կա եկեղեցվո եւ այսօր արդեն իսկ դա Արթիկի եկեղեցվո վերակառուցումը թիվ 1 առաջնահերթությունն է, բայց քանի որ շատ մեծածախս է Արթիկի եկեղեցվո վերանորոգումը, դրա համար դեռ չենք կարողանում ձեռնարկել Արթիկի եկեղեցվո վերակառուցման, բայց եթե այս հանգանակությունը խթան հանդիսանա եւ որևէ լուրջ, այսպես ասած, գումար ապահովի, բնականաբար շինարարությունը կարող է սկսվել եւ բնականաբար կողքից օժանդակողներ կլինեն անպայմանորեն։ Հուսանք, որ այդպես էլ կլինի։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ դուք դիտում եք Եղեցի լույս հաղորդաշարը։ Մենք այս պահին ուղիգետերում ենք եւ կարող եք մասնակցել մեր հաղորդմանը, մեր զրույցին, հեռարձայնելով 23413 եւ 30543 հեռախոսահամարներով։ Հիշեցնում եմ նաեւ, որ գործում է մեր էլեկտրոնային փոստը, որի հասցեն է y.lույս@am եւ այս պահին մենք արդեն ունենք մեկ հեռախոսազանգ, ընդունենք։ Ալո։ Բարև։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Իմ հարցը հետևյալն է։ Ես կարդում եմ Աստվածաշունչ, որը տպագրված է Էջմիածնի եկեղեցու կողմից, այսինքն ոչ մի ասենք աղանդավորի տպագրության չի պատկանում։ Ուրեմն Աստվածաշունչում ես բազմաթիվ անգամ հանդիպել եմ Աստծո անվանը Եհովա, եւ ոչ մի անգամ ձեր քարոզների ժամանակ չեմ լսել, որ դուք օգտագործեք այդ անունը։ Պատասխան ենք խնդրեմ, եթե այդ անունը գրված է հենց Աստծո խոսքում, ինչու դուք անձամբ չեք օգտագործում այդ անունը, եւ եթե դուք չեք ընդունում այդ անունը, պատասխանեցեք ինչու։ Ես հատկապես ուշադրություն եմ դարձել Եսայա 42:8-ի վրա, որտեղ ասում է, որ ես եմ Եհովան, սա է իմ անունը, ես իմ պատիվը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ փառքը գուրքերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ Եհովա անունը տալը դա մի առաքինություն չէ, կամ Եհովա անունը չտալը դա ինչ-որ մի արատ չէ։ Մենք քրիստոնյա ենք։ Ավետարանը բացեք, կարդացեք, Քրիստոս ոչ մի անգամ Եհովա անունը չտվեց։ Ինչ է Քրիստոս, ուրեմն հագարակ էր Աստծուն կամ հագարակ էր հարցը այն է, որ ես բազմաթիվ անգամներ այս մասին խոսել եմ եւ եկեղեցին բազմաթիվ անգամներ այս մասին խոսել է։ Եհովա անունը դա Աստծո հայտնության անունն է, ոչ թե Աստծո էյության անունն է։ Այսինքն երբ որ Մովսես հարցրեց, ինչպես ներկայացնեմ, ինչ անուն տամ, բազմաստվածության այդ միջավայրի մեջ, ինչպես տարբերի ժողովուրդը միակ Աստծուն մյուս աստվածներից, բնականաբար ինչ-որ մի անուն պետք է տար եւ Աստված հայտնվեց ես եմ որ այն անունով, Եհովա կամ Յահվե անունով, եւ որը բնականաբար ընկավ արգելքի տակ, որովհետեւ Աստծո անունը իզուր տեղը Բերանը Չարնես պատվիրանը Տասնաբանյայի
ուրեմն հрьяաները հասկացան բառացի եւ տառացի եւ այնքան տարեր շարունակ անունը չտալով մոռացան թե ինչպես է կարտացում այդ անունը, ինչու կարտացում, որովհետեւ ընդհանրապես եբրայեցերենը ձայնավորներ չի գրում է միայն բաղաձայնները։ Հետևաբար, եթե գրում է միայն բաղաձայնները, ուրեմն ընթացքում մոռացվում է, թե ձայնավորները ինչպիսին էին՝ Յահվե, Եհովա կամ գուցե մի ուրիշ ձայնավորների արտասանությամբ։ Եվ ուրեմն դրա փոխարեն օգտագործում են Ադոնայ, օգտագործում էին հрьяաները Ադոնայ անվանումը, որ նշանակում է ամենակալ։ Էլ-Շադայ, որը նույնպես Աստծո անուններից է, այսինքն Եհովան միակ անունը չի եղել, բայց եւ այնպես այո, Աստված հայտնվել է որպես Եհովա մեզ հասկանալի դառնալու համար։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես անուններին, այս մասին դարձյալ խոսել ենք, անունը սահմանափակում է նշանակում։ Եթե յուրաքանչյուր մարդու երբ որ որևէ մի անուն ես դնում, դրանով սահմանափակում ես իրեն, որովհետեւ դա է ինքը եւ ուրիշ մնացածը ինքը չէ։ Աստուն չի կարելի սահմանել եւ սահմանափակել որևէ մեկ անվամբ, որովհետեւ Աստված չի կարող անուն ունենալ։ Աստված կարող է անվամբ հայտնվել, բայց Աստված անուն ունենալ չի կարող։ Ով է որ այդ անունը պիտի դնի, որովհետեւ անուն դնելը դա իշխանություն է ենթադրում։ Հենց 5 դագարանում տեսնում ենք, որ բոլոր գազաններին բերում է Ադամի առջև Աստված եւ Ադամը նրանց անուն է դնում գազաններին, կենդանիներին, ինչու, որովհետեւ տիրելու եւ իշխելու իրավունք է դրանով ձեռք բերում։ Այսինքն անուն կարող է դնել նա, ով որ իրավունք ունի այդ անձնավորության վրա։ Չէ, ծնողներն են դնում անունը մարդու իրենց զավակի, որով ցույց են տալիս, որ իրենք իշխանություն ունեն այդ զավակի վրա։ Հիմա ով է դրել Աստծո անունը։ Եթե որևէ մեկը Աստծո անունը դրել է, ուրեմն իշխանություն է ձեռք բերել Աստծո վրա։ Եթե դրել է Աստծո անունը եւ իշխանություն է ձեռք բերել Աստծո վրա, ուրեմն այդ Աստված չէ։ Հետևաբար Աստծուն անուն տալ հնարավոր չէ։ Աստծուն անվամբ սահմանել եւ սահմանափակել հնարավոր չէ։ Ուրիշ հարց է դարձյալ կրկնում եմ եւ շեշտում եմ, որ մեզ հասկանալի դառնալու համար, մեզ նման պրիմիտիվ մտածողներիս հասկանալի դառնալու համար Աստված այն ժամանակ, որբեսի այդ պարզ մարդը տարբերեր այն միակ ճշմարիտ Աստծուն մյուս չաստվածներից, Բահաղից, ինչ իմանամ, Անահիդից, Զևսից, չգիտեմ, մնացած Յուպիտերից, որբեսի զանազաներ, ինչ որ անունով հանդես եկավ։ Բայց դա ոչ իր էությունն է բացահայտում, ոչ իր բնությունն է բացահայտում, այլ ուղղակի ցույց է տալիս, որբեսի մեզ համար հասկանալի եւ ըմբռնելի լինի։ Դարձյալ վերադառնալով նոր կտակարանին եւ խոսելով դրա համար, թե ինչու մենք քրիստոնյաներս Եհովա անունը չենք տալիս, ոչ թե չենք տալիս պարզապես այդ տասնաբանյա պատվիրանի արգելքը նկատի ունենալով, այլ որովհետեւ Քրիստոս բացահայտեց Աստծուն լիակատար եւ լիարժեք կերպով որպես հայր։ Ոչ մեկը իր հորը անունով չի դիմում։ Եթե իրական որդիական վերաբերմունք կա հոր նկատմամբ, որևէ մի որդի հորը չի դիմում անունով, այլ դիմում է որպես հայր։ Հետևաբար ամբողջ տիեզերքի արարիչը, որ լիարժեք եւ լիակատար հայրն է բոլորի, եւ Քրիստոս այդպես դիմեց, եւ ոչ միտեղ ավետարանում չկա, որ Քրիստոս դիմեր Աստծուն Եհովա անունով, այլ դիմե միշտ Աբբա հայր անվանումով, հետևաբար բացահայտեց ուրեմն Քրիստոս այդ Աստծո բնության խորքերը, որոնք մինչև Քրիստոս բացահայտված չէին։ Այսինքն մինչև Քրիստոս Աստված ավելի հեռու էր, պատժիչ Աստված էր, խիստ Աստված էր, որը սպասում էր կարծես թե մարդկային մտածողության մեջ, սպասում էր, որբեսի մարդը որևէ մի սխալ անի, որբեսի պատժի։ Քրիստոս բացահայտեց, որ Աստված այդպես չէ, որ Աստված անհուն բարություն է, Աստված հայր է եւ նրան պետք է դիմել հայր ասելով դրա համար։ Եվ այն աղոթքը, որ սովորեցրեց մեզ իր առաքյալներին եւ իր առաքյալների միջոցով մեզ, այնտեղ ասում է հայր մեր, որ հերգինս ես։ Ուրեմն հայր անվանումը ավելի բարձր է եւ իրոք Աստծո էությունը բնորոշող է, որովհետեւ Աստծո էության բնորոշող կողմերից մեկն է հայրությունը։ Եհովա անունը որևէ կերպ չի բնորոշում իրեն, ոչ իր էությունը, ոչ իր բնությունը, այլ հայրությունն է, որ իրեն բնորոշում է։ Հետևաբար, երբ որ մենք քրիստոնյաներս այն Աստծուն, որին ժամանակին Եհովային անվանում, դիմում ենք որպես հայր, սա չի նշանակում, որ մենք թաքցնում ենք կամ ինչ-որ
դրանով սահմանափակում ենք կամ դրանով օդարացնում ենք կամ խորտացնում ենք Աստծուն, այլ ընդհակառակը մենք ավելի մերձ ենք զգում, ավելի մոտ ենք զգում եւ հետեւելով Քրիստոսի պատվիրանին, Քրիստոսի սովորեցրած աղոթքին, ասում ենք Հայր մեր, որ երկնքում ես, եւ դրա համար էլ անհրաժեշտություն չունենք հին կդագարանին վերադառնալու։ Վերջ-վերջո այն ինչի մասին որ խոսում է, բնականաբար Եհովայի վկաների քարոզչության հիմնական մտածումն է, այն որ մարդկանց նոր կդագարանի փրկagorցությունից հեռացնել եւ վերադարձնել հին կդագարան, որտեղ Աստված թերի է ներկայանում եւ Աստված չի ներկայանում մարդկությանը որպես փրկիչ, այլ ներկայանում է որպես դադավոր։ Ուրեմն ամբողջ նպատակը քրիստոնեության բերած փրկagorցությունից հեռացնելն է, նոր կդագարանի փրկությունից հեռացնելը եւ հին տաշտակին վերադարձնելն է։ Բայց մենք ունենք նոր կդագարան, նոր կդագարանով հայտնված փրկagorցությունը, նոր կդագարանով հայտնված Աստվածահայտնությունը ավելի կատարյալ է, քան հին կդագարանը։ Հիմա եթե չլիներ նոր կդագարանը, հա հին կդագարանով կապրեինք, բայց նոր կդագարանի գոյությունից հետո այլևս հին կդագարանով ապրելը անիմաստ է։ Հին կդագարանը նախապատրաստական շրջանն է նոր կդագարանի համար։ Եվ մենք հիմա հին կդագարանը կարդում ենք նրա համար, որպեսզի հասկանանք նոր կդագարանի այն պահերը, որոնք այլապես հասկանալի չեն լինի առանց հին կդագարանի։ Հետևաբար քրիստոնյա աշխարհը, որ 2000 տարի ապրում է նոր կդագարանով, նոր կդագարանի լույսի տակ, պետք չունի վերադառնալու հին կդագարանի այն կետերին, որոնք արդեն փոխված են, լրացված են Քրիստոսի միջոցով, ամբողջացած են Քրիստոսի միջոցով։ Եվ հետևաբար Քրիստոսի միջոցով ամբողջացած է Աստվածային էության հայտնությունը որպես Հայր եւ դիմեք Աստծուն որպես Հայր։ Շնորհակալություն Սրբազան Հայր, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ, որ մենք ուղիղ եթերում ենք եւ կարող եք մասնակցել մեր զրույցին հեռարձայնելով 23413 եւ 30543 հեռախոսահամարներով։ Եվ այս պահին մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ Սրբազան Հայր, ընդունենք։ Ալո, այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հենց նորվատես պատասխաններից ելնելով ուզում եմ նորից հարցնել։ Ուրեմն դուք ասեցիք, որ Եհովա անունը տալը առաքինություն չէ եւ չտալը արհամարանք չէ։ Այդ դեպքում բացատրեք, Հայր մեր աղոթքի մեջ Հիսուս Քրիստոսը, որ ասեց, Սուրբ լինի քո անունը, առաջին, որ անվան մասին է խոսքը։ Երկրորդ, նորից նոր կտագարանից հարցը։ Հռոմայեցիներին հղված նամակի մեջ Պողոս առաքյալը պարզ ասեց, ով որ Աստծո անունը կանչի, նա պիտի փրկվի։ Երկրորդ եւ երրորդ, որ դուք ասեցիք, որ նոր կտագարանի մեջ անունը չկա։ Դուք որպես հոգևոր առաջնորդ տեղյակ եք, որ օրիգինալներում, շատ հին թղթերում Եհովա անունը եղել է 200-ից ավել անգամ, նոր տպագրությունների մեջ որպես շատ սուրբ այդ անունը հանվել է եւ վերանվանվել Տեր կամ Աստված տիտղոսներով։ Ու եթե Եհովա անունը պետք է կանչվի ու նոր փրկվի, ինչու մինչև այժմ մեր հոգևոր առաջնորդները մեզ մինչև Եհովայի վկաների ի հայտ գալը չեն սովորեցրել, որ Աստծո անունը Աստվածաշնչի մեջ լիովին գրված է եղել 7000 անգամ։ Խնդրում եմ այդ հարցերին պատասխանեք, նախորդ շնորհակալություն։ Շնորհակալություն հեռախոսազանգի ու Ես շատ ուրախ եմ նախ, որ Եհովայի վկաները դիտում են մեր հաղորդումը։ Սա նշանակում է, որ իրենց հետաքրքրում է։ Հիմա զանգողը բնականաբար Եհովայի վկա է խորացված ուսումնասիրությամբ։ Եվ հետաքրքիր է, որ այսքան ուսումնասիրելով Աստվածաշունչը մարդիկ սխալ պատկերացում ունեն եւ Աստվածաշնչի վերաբերյալ եւ նաեւ եկեղեցու պատմության վերաբերյալ։ Նախ սկսենք առաջին կետից, սիրուն ուրեմն Մարգարդաշար շարեց Աստվածաշնչի տեղիքները, կարծես մենք Աստվածաշունչը չենք կարդացել, գուցե չենք կարդացել, բայց Աստվածաշունչ կարդալն էլ ես ասել եմ, որ դա նույնիսկ անգրագետ մարդը նշանակում է չի փրկվելու, եթե Աստվածաշունչ չի կարդում։ Աստվածաշունչ կարդալն էլ փրկության անպայմանորեն ճանապարհ չէ, Աստվածաշունչը ապրելն է փրկության ճանապարհը։ Հիմա առաջին հարցը, Սուրբ թող լինի քո անունը։ Սա բնավ չի վերաբերում Եհովա անվան կամ ինչ-որ մեկ այլ ուրիշ անվանը։ Սուրբ լինի քո անունը, սա նշանակում է, որ քո անունը, երբ որ արտասանում ենք կամ քեզ որ դիմում ենք, սրբությամբ մոտենանք եւ սրբությամբ արտասանենք քո անունը, այսինքն ոչ թե քո ինքը իր անունը սուրբ է, խո մեր բանով չպետք է սրբանա, արդեն իսկ սուրբ է, բայց մենք երբ որ դիմում ենք իրեն,
պետք է մենք ունենանք այդ պատկերը, իր սրբության պատկերը, եւ ոչ թե Եհովա անվան արդասանումը կամ Եհովա անունը պետք է սուրբ լինի։ Եհովա անունը սուրբ լինելու հարց չունի։ Մյուսը, ով որ տա Աստծո անունը կփրկվի, ինչ է նշանակում սա։ Ուրեմն ամբողջ կյանքում կարող ես ամեն այլանդակություն գործել, ինչպես որ Եհովայի վկաների ղեկավարն էր գործում, հա, եւ հանկարծ վերջին պահին կամ չգիտեմ որ պահին Եհովա անունը տալ եւ փրկվել։ Միտե Պողոս Արաքյալը այսպիսի միամիտ հիմար մոդեցում է ունեցել, որ այսինքն ով որ անունը տա պիտի փրկվի, ով որ անունը դավանի նշանակում, ով որ Աստծուն դավանի պիտի փրկվի։ Ընդհանրապես անուն տալ սա նշանակում է դավանել, ով որ ճշմարիտ աստվածաճանաչողությունը ունենա, ով որ ճշմարիտ աստված գիտությունը ունենա, ով որ ճշմարիտ աստվածանմանությունը ունենա, նա պիտի փրկվի։ Այլզապես անուն արդասանելուն չի վերաբերում, չի կարելի այդքան պրիմիտիվացնել, այդքան պարզունականացնել եւ այդքան պարզունակ չի ավետարանը։ Եվ վերջ-վերջո եկեղեցին իր 2000 տարվա պատմության ընթացքում այդ աստվածաշունչը 2000 անգամ կարդացել է։ Հիմա 3 չի առաջի օրը չենք կարդացել։ Հետևաբար այդքան պարզունակ չի անունը տանք եւ փրկվենք։ Պետք է դավանենք այդ Աստծուն, պետք է ընդունենք այդ Աստծուն եւ այդ Աստծուն նմանությունը պիտի ունենանք, որբեսի փրկվենք։ Հետևաբար այստեղ անվան հարցը չի, ընդհանրապես պետք է հիմանալ եւ ինքը ինչպես որ պատմական էքսկուրսներ անցկացրեց, այդ պատմական էքսկուրսներով պետք է ընդհանրապես իմացվի, հասկացվի, թե ինչ է եբրայական լեզվամտածողությունը։ Եբրայական լեզվամտածողությունը նույնը չէ, ինչ հայկական լեզվամտածողությունը։ Երբ որ եբրայական լեզվամտածողությամբ ասում ես անունը տալ, սա նշանակում է դավանել հայկական լեզվամտածողությամբ։ Ինչ վերաբերում է ամենակարևոր բառին, երրորդ պարագային, որ իբրև թե նոր կտակարանում 800 կարծեմ ասեց, 7000 անգամ։ Չէ, 7000 անգամ ընդհանուր աստվածաշունչի մեջ 800 անգամ կարծեմ ասեց նոր կտակարանում եղել է Եհովա անունը, հետո հանել են տեր են դրել։ Սա Եհովայի վկաների ղեկավարների մոգոնած սուտն է։ Խաբիությունն է սա։ Չկա ոչ մի հին ձեռագիր ավետարան, չկա, գոյություն չունի աշխարհում։ Չկա այդպիսի բան։ Ամենահին ավետարանը 4-րդ դարի ավետարանն է, Սինայի ձեռագիրը, որ պահվում է Եգիպտոսում, կա նաև Վատիկանի ձեռագիր դարձյալ Վատիկանում է պահվում 4-րդ դարի։ Ամենահին ձեռագիր ավետարանները պահպանված 4-րդ դարի են։ Մեր ամենահին ավետարանը հայկական 10-րդ դարի է, Էջմիածնի ավետարանը, Վեհանուր ավետարանը։ Չկա որևէ մի ձեռագիր ավետարան, որտեղ Եհովա անունը եղած լինի։ Սա իրենց մոգոնած սուտն է։ Եվ այնքան են ուրեմն այդ սուտը մոգոնել եւ այդքան են այդ սուտին հավատացել, գիտեք, դա այլ հոգեբանական երևույթ է։ Այդ սուտին հավատացել, որ արդեն մարդիկ ընդունում են դա որպես իբրև պարզ ճշմարտություն, իբրև թե հին ձեռագրերում եղել է։ Բերեք ցույց տվեք մի հին ձեռագիր, վերջո գիտություն գոյություն ունի եւ կեղծ գիտություն գոյություն ունի։ Գիտությունը այսօր կա, ձեռագրերը կան, պահպանված են, ձեռագրերը այդ հին ձեռագրերը բոլորը ուսումնասիրված են, հսկայական գրականություն կա գրված այդ մասին եւ որևէ նոր կտակարանի մասին է խոսքը։ Նոր կտակարանի որևէ ամենահնագույն ձեռագրի մեջ չկա ոչ մի Եհովա անուն։ Այնպես որ այս սուտը պետք չէ մոգոնել։ Սրբազան հայր, հետո անեց կար, չէ՞, կարծեմ, որ այսինքն նզով կամ ինչպես կարելի է անվանել, որ ով փոխի ինչ որ մի բառ, չէ, Աստվածաշնչի մեջ, ով կարող է փոխել։ Բարակյալն է ասում, որ փոխի, նույնիսկ հրեշտակները, եթե սրանից ավել քարոզեն ասում են, նզովյալ են, սրանից ավելը ընդունելի չէ։ Բնականաբար, այսինքն այս մարդիկ ինչ միտում պետք է մեկ ունենար, որ փոխեր այս անունները։ Ոչ մի միտում, ոչ մի եկեղեցին նման միտում չի ունեցել։ Եթե Եհովա գրված լիներ, Եհովա գրված էր կպահվեր։ Որևէ խնդիր չի եղել։ Եկեղեցին Եհովա անվան հետ որևէ խնդիր չունի։ Մենք Եհովա անվան դեմ չենք։ Սա պետք է հասկանալ, բայց բնական զարգացման որպես հետևանք աստված ճանաչության Եհովա անունը իր տեղը զիջել է հայր անվանվանը։ Սա է, մենք Եհովա անվան դեմ չենք, ոչ էլ Եհովա անվան դեմ պատերազմ ենք։ Իրենք են, որ Եհովայի անունով պատերազմ են սկսել, ասենք եկեղեցու դեմ, քրիստոնեության դեմ, ով որ անունը չի տալիս, կամ եկեղեցին թաքցրել է այդ անունը, կամ թաքցնելով ինչ պիտի լիներ, չհասկացանք, աբսուրդ է։ Եվ ստերով առաջնորդվել, կեղծիկներով առաջնորդվել ճիշտ չէ։
չկա այդպիսի հին ձեռագիր, որտեղ Եհովա անունը եղած լինի։ Գիտեք, նոր կտակարանը գրվել է հունարեն։ Ուղղակի այս հին Եհովայի վկաների ղեկավարները, հոգեգան հիվանդներ, Ռասել եւ Ռութերֆորդ, հոգեգան հիվանդներ, ապացուցված բան է, գիտեք, վերջի բժշկությունը ճշգրիտ գիտություն է։ Կարող է ախտորոշել այս մարդ հոգեգան հիվանդ է, թե հոգեգան հիվանդ չի։ Ուրեմն Եհովայի վկաների այդ հիմնադիրները հոգեգան հիվանդներ էին, Ռասել եւ Ռութերֆորդ, որոնք ենթադրեցին, որ ուրեմն քրիստոնյաները իրենց թաքցրել են Եհովա անունները, ուրեմն հին ձեռագրերում պետք է եղած լինեն, քրիստոնյաները այդ բոլոր ձեռագրերը ոչնչացրել են, որովհետեւ ուրեմն ժողովրդին հասկանալի եւ հասանելի չլինի, եւ դրա համար իրենք նոր ավետարան տպագրեցին, որտեղ ամեն տեղ, որտեղ ասված Տեր, ինչ իմանամ հայր կամ նման անվանումները Աստծուն դիմելու, փոխարինեցին Եհովա անունով։ Այսինքն իրենք սդախոս են, ուրիշին սդախոսության մեջ են մեղադրում։ Սա է ամբողջ հարցը։ Բայց ինչպես կարող է Աստված թույլ տար, այս մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, ինչպես կարող էր Աստված, Եհովան իրենց հասկացողության, Եհովան թույլ տար, որ 1800 տարի, 1900 տարի եկեղեցին ժողովրդին խաբեր։ Ո՞նց կարող էր Աստված թույլ տալ։ Լավ, մենք ժողովրդին ուզեցինք խաբել, Աստված ո՞նց թույլ տվեց, որ մենք ժողովրդին խաբենք 1900 տարի մինչև Ռասելի եւ Ռութերֆորդի ծնվելը։ Այդքան սպասեց Աստված։ 1900 տարի սպասեց, որբեսի Ռասելին ու Ռութերֆորդին ուղարկի, որբեսի ճշմարտություն ասեն մարդկանց, ասելով թե ձեզ 1900 տարի խաբել են։ 100 տարի խաբելուց հետո թող ուղարկեր։ Երբ որ առաջին դարը ավարտվեց, Հովհաննես Ավետարանիչը իր ուրեմն ավետարանը գրեց, վերջացավ, քրիստոնյաները անմիջապես այլափոխեցին, խեղաթյուրեցին Եհովայի անունները հանեցին, տեղը Տեր դրեցին, ինչպես որ ասում է։ Ուրեմն թող այն ժամանակ Աստված ուղարկեր Ռասելին ու Ռութերֆորդին, որպես այս ժողովուրդը, խեղճ ժողովուրդը այսպես ապակողմնորոշվեր, կամ 200 տարի հետո, 300 տարի հետո, 400 տարի հետո, լավ, բայց 1900 տարի սպասեց Աստված եւ 1900 տարի թույլ տվեց, որբեսի հսկայական բազմություն միլիոնավոր ժողովուրդ գնա կորչի, գեհենի բաժին դառնա, չհասկացանք, ինչ Աստված է այդ Աստված, որ նման բան կարող է թույլ տալ, մեղա Աստուծո անշուշտ, բայց որ Աստվածը կարող է թույլ տալ, որ 1900 տարի իր ժողովրդին խաբեն։ Եվ դարձյալ ասում եմ, ծիծաղելի է, նույնիսկ աբսուրդ է, որ սդախոսը դիմացինին է սդախոսության մեջ մեղադրում։ Իրենց ամբողջ ուրեմն քարոզը սդի եւ կեղծիկի վրա հիմնված է։ Հիմա մենք նույնիսկ վերջին շրջանում բերել էինք այդ գիրքը եւ բաժանեցինք էլ որոշ իմաստով Զարե Սրբազանի հոգելույս Բեյրութի մեջ սկանչելի Եհովայի վկաների այլափոխված Աստվածաշունչը գրքույկը, որտեղ տող առ տող բառ առ բառ բացադրում է Սրբազանը, թե ինչպես այս բառը փոխել են այսիշ բառով։ Գիտականորեն է ապացուցում, որովհետև չկա այդպիսի ձեռագիր, գիտեք վերջի այն ժամանակ երևի չգիտեն էլ Եհովայի վկաները, որ ժամանակին տպագրական մեքենաներ չեն եղել, մարդիկ ձեռագրով արտագրել են, երևի իրենց համար Ռասելով ու Ռութերֆորդով է սկսվում Աստվածաշունչի դարաշրջանը, բայց մինչև 1900 տարի այդ Աստվածաշունչը մինչև գրերի գյուտ, մինչև 16-րդ դար ձեռագրով են մարդիկ արտագրել ավետարանները եւ չկա պահպանված ամենահնագույն ձեռագրում էլ ավետարանի նոր կտակարանի մեջ, որտեղ որևէ մի բառ տարբեր լինի այսօրվա հրադարակված նոր կտակարանից, ինչը որ պաշտոնապես ընդունված է եկեղեցիների կողմից, ասեք լատիներեն թարգմանությունը կաթոլիկ եկեղեցվո, հունարեն բնօրինակը հույն եկեղեցվո, հայկական թարգմանությունը հայ եկեղեցվո։ Շնորհակալություն Սուրբ Հայր, մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ, այսօր ես թեմայի պատրաստ եմ իհարկե Սուրբ հաղորդության մասին, բայց քանի որ մեր հեռուստադիտողները իրենց հարցերն ունեն, բնականon հունով թող գնա իրենց ուզած թեման։ Ալո։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Սկզբից ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հաղորդման ձեր այս հաղորդման համար։ Երկրորդ ես խնդրեմ, որ եթե հնարավորություն կա համ ձեր ստուդիան, համ ձեր հայրը ավելի հաճախակի այս տիպի հաղորդումներ կազմակերպեք։ Եվ երրորդը ես պետք է խնդրեմ, որ եթե կարելի է բացատրեք
Փորձությունը, որ ուղարկվում է մարդուն Աստծո կողմից ու մտի կողմից, տարբերությունը ինչու՞մն է։ Ոնց է մարդ արածը հասկանալու, որ սա Աստծո կողմից ուղարկված փորձություն է, իսկ սա մտի կողմից։ Շատ շնորհակալություն Աստծո։ Շնորհակալություն նաև ձեզ մասնակցության հարցերի, նաև բարի խոսքերի համար։ Սրբազան հայր, լսեցիք չէ հարցը։ Թեև շատ վատ էր լսվում մեր հեռուստադիտողները։ Շնորհակալ ենք անշուշտ դրական գնահատականի համար։ Միշտ ասել ենք ավելի հաճախ թերևս հնարավոր չի, եթե հնարավոր լիներ կանեինք նաև ավելի հաճախ։ Ինչ վերաբերում է փորձությանը, Աստված որևէ մեկին չի փորձում։ Սա միանշանակ քրիստոնեական տավանանքի միանշանակ սկզբունք է։ Աստված որևէ մեկին չի փորձում։ Բոլոր տեսակի փորձությունները Աստծո թույլտվությամբ տեղի են ունենում։ Ոմանք զուտ մեր առարգայական հասարակական հարաբերությունների մեր ազատ կամքի պատճառով վերջիվերջո շատ փորձություններ մեզնից է բխում։ Մենք ենք փորձության ենթարկում մեր դիմացինին։ Մեր հասարակական հարաբերությունների մեջ մարդն է շատ հաճախ մարդուն փորձության ենթարկում։ Երբեմն էլ կամ գուցե եւ հաճախ նաեւ սատանան մարդուն փորձության է ենթարկում։ Աստված փորձության որևէ մեկին չի ենթարկում։ Աստված ուղղակի փորձությունը թույլ է տալիս։ Ինչպես Հոբի պարագային, դա շատ դասական կերպով ներկայանում է, որ փորձությունը ուղարկողը սատանան է։ Աստված ուղղակի թույլ է տալիս, որովհետեւ սատանան կասկածի տակ է դնում Հոբի աստվածապաշտությունը, աստվածավախությունը, եւ Աստված թույլ է տալիս, որովհետեւ սատանան փորձության ենթարկի Հոբին, բայց երբ որ փորձությունը անցնում է Հոբը, Աստված կրկնագի եռագի պարգևադրում է Հոբին իր այդ աստվածավախության կամ Աստծո նկատմամբ ճիշտ կեցվածքի համար։ Հետևաբար որևէ մի փորձություն Աստծուց չէ, բայց Աստծուց է այն իմաստով, որ առանց Աստծո թույլտվության բնականաբար այդ փորձությունը չէր կարող լինել։ Աստված ճանաչում է յուրաքանչյուրի սիրտն էլ, երիկամներն էլ, այնպես որ փորձելու կարիք չունի իմանալու համար, թե ով է։ Բայց փորձությունը թույլ է տալիս հենց նաև այդ մարդու որպես օգուտ։ Ինչու համար, որովհետև մարդը փորձության մեջ է իրեն դրսևորում, ինչպիսին է ինքը, լավ քրիստոնյա է, թե վատ քրիստոնյա է։ Ներողություն Սրբազան, որ դեպքում է թույլ տալիս եւ որ դեպքում Աստված թույլ չի տալիս այդ փորձությունը։ Չէ, Աստված կամենա թույլ չտալ որևէ մի փորձություն, բնականաբար կկանխի ժամանակը, տարածությունը, պատմությունը բաց են աստվածային միջամտության համար։ Եվ Աստված կարող է ցանկացած պարագայի, ցանկացած տեղ միջամտել։ Դա մենք չենք որոշելու, որ եթե այս դեպքը լինի, Աստված կմիջամտի, եթե այս դեպքը չէ, Աստված չի միջամտի։ Աստված մեր կամքով չի առաջնորդվում, աստվածային կամքը դա այն անսահմանությունն է, որը մենք ոչ կարող ենք հասկանալ, ոչ կարող ենք ըմբռնել եւ ոչ էլ կարող ենք սահմանել, ասելով, որ եթե այս դեպքը լիներ, Աստված կմիջամտեր։ Աստծո միջամտությունը մեր մտահասությունից վեր է, բայց Աստված ինքը որևէ մեկին չի փորձում, այլ այդ փորձությունները թույլ է տալիս նաեւ այդ մարդու որպես շահ, որովհետեւ չփորձված, այսինքն եկեղեցվո պատմության մեջ ընդունված արդայություն է, չփորձված քրիստոնյան քրիստոնյա չէ։ Այսինքն մեկը եթե չի փորձվել իր հավատքի մեջ, ինչով իմանաս, որ իր հավատքը անկեղծ է, նվիրված է եւ անշահախնդիր է։ Հետևաբար փորձված քրիստոնյան է, փորձության բողով անցած քրիստոնյան է, որ իրոք քրիստոնյա է։ Բայց ուրեմն անդրադառնալով հարցին պետք է հասկանալ, բոլոր փորձությունները կամ մեզնից են, կամ էլ սատանայից են, բայց Աստված որևէ մեկին չի փորձում։ Շնորհակալություն Սրբազան հայր, ունենք եւս մեկ հեռախոսազանգ եւ հավանաբար այսօրվա մեր հաղորդման վերջին հեռախոսազանգը, որովհետեւ մեր եթերաժամն էլ արդեն սպառվում է։ Ալո։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես կուզենայի մի հարց հղել ձեր հյուրին։ Այ նրանք հավատում են հարության հույսին, որ մարդիկ այսօր, ասենք, Աստվածաշնչի մեջ Հովհաննես 5-ի 28-ի եւ 29-ի մեջ գրված է, որ ժամանակը կգա, նրանք կլսեն Հիսուսի ձայնը եւ դուրս կգան գերեզմաններից, որ ոմանք կգան, ասենք, ապրելու, դատվելու ըստ իրանց ապրածի, իսկ ոմանք կապրեն հավիտյան, ասենք, այդ միտքին նա համամիտ է դրան, եւ հետո մի հարցել էի ուզում տալ, անցյալ անգամ ինքը զրույցեց հոգեվոր առումով, որ հոգեվոր
ասենք զրույցները երկու շաբաթը մեկ են անցկացնում, որովհետեւ չծանրաբեռնեն մարդկանց, բայց հələ մի հատ համեմատենք ֆիզիկական կերակուրի, որ մարդը երկու շաբաթ մեկ սնվի եւ ինչ կստացվի դրանից։ Այ հոգեվոր այսօր մարդիկ ավելի ըստ երևույթին շատ կարիք ունեն սնվելու, քան ասենք ֆիզիկական սնունդը, որովհետեւ չէ՞ որ դա էլի դարձյալ Հիսուսի բառն է, բառերն էին, որ նա արտահայտվեց, որ ոչ միայն ֆիզիկականով դիսնվեն մարդիկ, այլ հոգեվոր են։ Եղավ, շնորհակալություն հարցերի համար, Սրբազան հայր, ուղղակի տեղեկացնեմ, որ ունենք 4 րոպե ընդամենը ժամանակ։ Երկրորդ հարցից սկսեմ, անշուշտ իր ներկայացրածը դա իդեալական տարբերակն է, երբ որ ամեն օր մարդը ցանկություն ունի ֆիզիկական հացի հետ նաև հոգևոր հաց ստանալու, եւ դա իդեալական վիճակն է։ Այսօր մենք շատ հեռու ենք այդ իդեալական վիճակից, եւ ուրեմն 70-80 տարի սոված մարդուն միանգամից չես կարող ճոխ սեղանի առաջ նստեցնել, կամաց պիտի կերակրես։ Ներողություն, բայց ի վերջո ամեն օր եկեղեցում ժամերկություններ արվում է, չէ՞։ Դրան էլ անշուշտ կանդրադառնամ։ Բնականաբար մեր քարոզությունը միայն այս երկու շաբաթը մեկ հեռուստատեսային եթերով չի սահմանափակվում։ Եկեղեցին ամեն օր բաց է, եկեղեցում ամեն օր հոգևորականներ կան, եւ ով որ ամենօրյա սնունդի անհրաժեշտությունը արդեն զգում է եւ հասկացել է, կարող է ամեն օր եկեղեցի հաճախել, ամեն օր եկեղեցական ժամերկությունների ներկա լինել եւ ամեն օր մի բան ստանալ որպես հոգևոր սնունդ։ Ուղղակի մենք այս եթերը օգտագործում ենք ամենահեռավոր ուրեմն շրջաններին նաեւ հասնելու համար, բայց բնականաբար մեր ժողովուրդը դեռ այդ պատրաստությունը չունի ամենօրյա հոգևոր սնունդ ստանալու համար։ Դա այդ իրականությունը պետք է ընդունենք։ Շատ լավ կլիներ անշուշտ որ այդպես լիներ, բայց այսօր դեռ առաջին քայլերն է 70-80 տարվա սոված մի ժողովուրդ նոր սկսում է ճաշակել հոգևոր հացը եւ նոր զգում է, որ այդ հացը քաղցր է։ Ինչ վերաբերում է Հարության հարցին, բնականաբար այս մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Հարության հավատքը եկեղեցվո ողնաշարն է։ Եթե չկա Հարության նկատմամբ հավատք, չկա քրիստոնեություն։ Քրիստոսի հարությամբ, ասում է առաքյալը, առաջինը Քրիստոս հարություն առավ, որից հետո պիտի բոլոր քրիստոնյաները հարություն առնեն։ Այո, ոմանք Դադաստանի հավիտենական դատապարտության եւ ոմանք հավիտենական կյանքի համար։ Եվ այս մասին բազմաթիվ անգամներ խոսել ենք եւ նույնիսկ մեր ժողովրդի մեջ կա այդ երբեմն այդ հեգնական վերաբերմունքը կա այդ հարության հասկացողության նկատմամբ, բայց եկեղեցին հարության հավատքը մշտապես պահում է եւ մշտապես քարոզում է։ Ննջեցյալի հուղարկավորությունն էլ այդ հավատքով է կատարվում, որբեսի հաջորդ երբ որ Հիսուս կանչի բոլորին, ուրեմն հարություն առնեն եւ կանգնեն Դադաստանի առջեւ ոմանք հավիտենական փրկության եւ ոմանք հավիտենական դատապարտության համար։ Դա այն իրականությունն է, որը անհնարին է եկեղեցուց զանազանել։ Եթե չկա հարության նկատմամբ հավատք, չկա քրիստոնեություն։ Շնորհակալություն Սրբազան հայր, ինձ տեղեկացնում են, որ մենք ունենք եւս 5 րոպե ժամանակ եւ եւս մեկ հեռախոսազանգ։ Ընդունենք այս վերջին հեռախոսազանգը։ Ալո։ Աստվածօգնական։ Հարկելի Սրբազան, ունեմ մի հարց, որը խնդրում եմ մանրամասն բացատրել, էլի։ Ուրեմն քրիստոնյա Եվրոպան, կաթոլիկ եկեղեցին, ինչ ձևով մկրտությունը կատարում եւ մեր քույր եկեղեցիներից, ասենք Ռուսաստանում կամ Բելարուսում, Վրաստանում մկրտությունը ինչ ձևով են կատարում, քանի որ նրանք չունեն ներող։ Շնորհակալություն հեռախոսազանգի հարցի համար։ Մկրտություն եւ դրոշմ։ Մկրտությունը բոլորի մոտ գրեթե նույնն է։ Բայց մկրտությանը կից գալիս է նաեւ դրոշմը։ Մկրտության ուրեմն ձևը ընկղմամբ մկրտությունն է բնականաբար, երբ որ եթե մանուկ է, 3 անգամ ընկղմում են ջրի մեջ, բոլոր եկեղեցիներում էլ այդպես է։ Եթե մեծահասակ է, ուրեմն սրսկմամբ, ջրի սրսկումով։ Այսինքն ջրի հետ եղած պարագային բոլոր եկեղեցիներում նույնականություն կա։ Դրան հաջորդող մկրտության հաջորդող դրոշմի խորհրդի պարագային է, որ տարբերություններ կան, տարբերություններն էլ ինչպես արդեն ասվեց Մերոնի եւ մյուս եկեղեցիներում օրհնված յուղի տարբերությունն է։
Մեր եկեղեցին միակ եկեղեցին է, որ ունի Միրոն օրհնելու այսպիսի ճոխ սովորություն 7 տարին 1 կաթողիկոսով, եպիսկոպոսներով անուշահոտ հadouk Միրոն օրհնելու սովորություն ունի, որը մյուս եկեղեցիները չունեն։ Մյուս եկեղեցիները պարզ ձեթ են օգտագործում, պարզ ձեթը օրհնում են եւ այդ ձեթով են դրոշմի խորհուրդը կատարում։ Այստեղ կաթոլիկ եկեղեցու տարբերությունը նաեւ այն է, որ դրոշմի խորհուրդը անմիջապես չի հաջորդում մգրդության խորհրդին։ Ասենք ուղղափառ եկեղեցիները ռուս, վրաց, ինչ իմանամ բելարուս եւ այլն, նրանց մոտ էլ է ինչպես մեզ մոտ անմիջապես մգրդության հաջորդում է դրոշմը օրհնված յուղով, ոչ թե մերոնով, այլ օրհնված յուղով։ Իսկ կաթոլիկ եկեղեցում մգրդության անմիջապես չի հաղորդում դրոշմը, այլ հաջորդում է որոշակի տարիքի 12-ից 14 տարեկան հասակի, երբ որ հասնում է երեխան, աղջիկը կամ տղան արբունքի հասակի է հասնում, ուրեմն այդ ժամանակ է կատարվում դրոշմի արարողությունը եւ դրոշմի արարողությունը կատարում է միմիայն եպիսկոպոսը։ Այսինքն քահանան կաթոլիկ եկեղեցում դրոշմի արարողություն կատարելու իրավունք չունի, այլ դրոշմը կատարում է եպիսկոպոսը։ Այս է տարբերությունը եւ նրանց մոտ նույնպես ուրեմն օրհնված յուղ է, օրհնված ձեթ է եւ ոչ թե մերոն։ Այնպես որ բայց երբ որ խոսում ենք, ասենք վավերականության կամ անվավերության մասին, այստեղ նման հարց չկա։ Եվ կաթոլիկ եկեղեցում մգրդված եւ դրոշմված անձնավորությունը եւ օրթոդոքս եկեղեցում մգրդված եւ դրոշմված անձնավորությունը նույնքան վավերական քրիստոնյաներ են, որքան հայ եկեղեցում ուրեմն մգրդված եւ մերոնով դրոշմված անձնավորությունը։ Այնպես որ այստեղ ուղղակի ավանդության տարբերություն կա եւ հայ եկեղեցին բնականաբար ավելի կարեւորություն է տվել այդ դրոշմի խորհրդին, ավելի շեշտել է եւ այդ յուղի անուշությունը մերոնի սրբության խորհուրդը ավելի շեշտել է եւ դրա համար էլ մենք այդ իմաստով տարբերվում ենք մյուս եկեղեցիներից։ Բայց երբեմն ինձ հարցնում են, այսինչ երեխան մգրդվել է ռուս եկեղեցում, արդյոք պետք է վերստին մգրդել կամ վերստին դրոշմ կատարել։ Ոչ, բնականաբար ռուս եկեղեցում մգրդված դրոշմված անձնավորությունը լիարժեք կերպով քրիստոնյա է եւ պարզապես կարող է ուրեմն ռուս եկեղեցու մգրդությամբ անցում կատարել հայ եկեղեցու, ընդունելով հայ եկեղեցու դավանանքը եւ հայ եկեղեցու խորհուրդների հետ հաղորդակից լինել։ Վերստին երկրորդ անգամ մերոնով դրոշմելու անհրաժեշտություն չկա։ Սրբազան հայր, իսկ մանկը հասակ ժամանակ երբ որ երեխան մահանում է, ո՞րն է կարևոր, մգրդված լինելը, թե նաեւ մգրդված եւ դրոշմված լինելը։ Չէ՞ որ քրիստոնյա մահանա։ Բնականաբար մեզ համար եւ մգրդված եւ դրոշմված լինելն էլ կարեւոր է, բայց մգրդությունը արդեն իսկ որոշակի իմաստով բավարար է, եթե հարցը ուղղում է կաթոլիկ եկեղեցու այդ իմաստով, բնականաբար մգրդությունը ամենակարևոր խորհուրդն է։ Դրոշմը հետագայում է ավելացված որպես մգրդությանը կից խորհուրդ, բայց մգրդությունը ինքնին բավարար կարող է նկատվել փրկagorցության եւ փրկության համար մանուկի պարագային, որովհետեւ կաթոլիկ եկեղեցում շատ ավելի շեշտված է ադամական մեղքից սրբագործվելու պարագան, մգրդությամբ ադամական մեղքից ուրեմն մաքրվում է եւ հետեւաբար կարող է մտնել երկնքի արքայություն։ Կնիկով դրոշմով նա ընդունում է Սուրբ Հոգու շնորհները եւ բնականաբար Սուրբ Հոգու շնորհները ընդունում է այս աշխարհում ուրեմն որևէ բարի գործ կատարելու համար։ Այնպես որ մգրդությունը այդ իմաստով բավարար է այն դավանաբանական հասկացողության մեջ, ինչը որ կաթոլիկ եկեղեցումն է։ Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն նաև ձեզ ուշադրության, ինչպես նաև հեռարձանելու հարցեր հղելու համար։ Հիշեցնեմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի դեկտեմբերի 25-ին եւ դա կլինի մեր տարեվերջյան ամփոփիչ հաղորդումը։ Այսքանով այսօրվա մեր հաղորդումը համարենք ավարտված, ես ասեմ, որ մենք պատրաստել ենք այսօր Սուրբ հաղորդության մասին թեմա, բայց քանի որ մեր հեռուստադիտողները իրենց հարցերով հեղեղեցին մեր հաղորդումը, ինչևէ այսօր այսպես։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում եթերում, Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բավարար։